Ամբաստանյալ Ավետիք Եղոյանը մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 230 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։ Նախորդ դատաքննությունների ժամանակ նա ընդունել էր իր մեղքն այնքանով, որ պարզապես չպետք է համաձայնվեր սկսել շինարարություն այնքան ժամանակ, քանի դեռ տարածքից տնակը չէր հեռացվել, ինչը եւ պատճառ դարձավ ողբերգական իրադարձության։ Ավետիք Եղոյանը իր վերջին խոսքում զղջացել էր կատարվածի համար եւ դատարանից խնդրել մեղմ պատիժ սահմանել։ Հիշեցնենք, որ այս գործով մյուս նախկին ամբաստանյալների նկատմամբ կիրառվեց համաներում, դադարեցվեց քրեական հետապնդումը եւ փաստորեն ստացվեց այնպես, որ միակը, ով այս գործով ենթարկվելու է պատասխանատվության, անկյուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխեք Ավետիք Եղոյանն է, ում դատարանը որոշեց դատապարտել ազատազրկման 3 տարի ժամանակով։ Ամբաստանյալ Ավետիք Ցոլագի Եղոյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 230 հոդվածի երկրորդ մասով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով։ Պատիժը կրելու է Հայաստանի Հանրապետության արտադրության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Պատժի սկիզբը հաշվել կալանքի վերցնելու օրվանից։ Ավետիք Եղոյան, դատավճիռը պարզ էր ձեզ։ Դատապարտվեցիք 3 տարի ազատազրկման, ձեր նկատմամբ մտներված խափանման միջոց ստորագրությունը թողնվեց անփոփոխ, մինչև դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, քրեական գործերով դատարան այն հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում։ Դատական նիստը հայտարարվում է փակված։ Ճիշտ են ասել, թքեմ փուճագատի դաշտարություն։ Տուժողի իրավահաջորդները դատարանի որոշումից դժգոհ էին, նրանց գնահատմամբ Ավետիք Եղոյանն այն մարդը չէ, ով պիտի ենթարկվեր պատասխանատվության, այն էլ 3 տարի ժամանակով։ Այդ ամբողջ մեղքը պարտվեց մի հոգու վրա, որն էլ ստիպված ընդունեց իր մեղքը եւ դատվեց։ Իսկ մնացած հարցերը կարծես ստացվեց հետեւյալ կերպ. բոլորն աշտարացան, բացի մահացածներից։ Չկա դատարան մեր երկրում։ Մեղավոր չէ, նրանք ագանը տրել են, այդ մարդը ագանի վրա ոտն է տրել։ Մեղավորն է քաղաքաշինության նախարարության աշխատողներ, մեղավոր է ՍՊ-ի ընկերությունը, մեղավոր է քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետը։ Դրանք են մեղավոր։ Վճռի հրապարակումից անմիջապես հետո Ավետիք Եղոյանը հեռացավ դատարանի դահլիճից, սակայն տուժողի իրավահաջորդները դեռ շարունակում էին քննարկել կայացված վճռի մանրամասները։ Դատավորը նիստի ավարտից հետո հարց ուղղեց Մարատ Սարգսյանին, թե ինչ հարցեր են մնացել, ինչն է անպարզ նրանց համար։ Առարկությունները ներկայացնել տուժողի իրավահաջորդները հասցրեցին եւ անգամ տեղեկացրեցին, դատարանի վճիռը բողոքարկելու են ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչը պարզեցիք դուք։ Ինչ ոչ մի բան չպարզեցիք։ Հենց որ մնա Եղոյանի չէի դատել, իսկական մեղավորին գտածել։ Ես բողոքելու եմ, իմացեք։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։